Սիրելիներ, մենք այսօր խոսենք զանազանության մասին, որ Աստված ուզում է, որ իր զավակները զանազանեն, զանազանության հիմք ունենան, որ ես ու դու կարողանանք զանազանելով առաջխաղացում ունենանք, որովհետև երբ որ դու սովորես զանազանել, ինչպես Աստված է ուզում, այնպես դու հաջողությունների մեջ կներխուժես, որ իրականում խոսքը ասում է, որ աչք չի տեսե, ականջ չի լսե, կամ մարդու սիրտ չի ընկե, դա գրված է Առաջ Կորինթացիների 2-րդ գլխում։ Ու մենք տեսնում ենք, որ Աստված հետաքրքրված է, որ մեզանից յուրաքանչյուրը սովորենք զանազանել, լավ։ Մենք ավելի շատ սովորենք զանազանել ուրիշների մեջ, բայց ոչ թե մեր մեջ։ Բայց այսօր ես ուզում եմ, որ ամեն մեկս մեր հետ աշխատելու այս ճոխության մեջ բարձրանանք։ Մեզանից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում ենք, ով ոնց պետքա վարվի, բայց չենք զարգացում մենք ոնց պետքա վարվենք։ Սա ամենաբաց թեմաներից մեկն է նման մեր հայ ազգի մեջ։ Ես մեր հայկական դեֆեկտի մասին եմ խոսում հիմա։ Որովհետև այդ հայկական դեֆեկտը հետո գալիս է նաև եկեղեցի։ Մեր յուրաքանչյուրիս մեջ կապ չունի, որ դու եկեղեցում ծնվել մեծացել ես, դու հայ ես։ Ու քո հայկական գեները մեկ-մեկ գլուխ են բարձրացնում, ու դու ավելի շատ ոնց որ ուզում ես ուրիշները փոխվեն, բայց դու քո փոփոխությամբ չես զբաղվում։ Աստվածը դες չի գործում, դու պետքա երկնքին արտացոլես ու երկնքի ստանդարտներով պետքա սովորես զանազանել։ Ինչու է այսի մեր համար կարևոր, որովհետև Հիսուսը կարելի ասել իր բոլոր քարոզների մեջ այս բանի մասին շատ է խոսում։ Նա ասես իր լսարանի սովորացնում էր, ինչպես մենք զանազանենք։ Մենք շատ ենք հանդիպում այս բանին, որ մենք բոլորս sense նայում ենք, թե ով սխալվեց, որ մի անգամ իրան կպնենք։ Բայց մենք շատ քիչ ենք կենտրոնանում են բանի վրա, ով հաջողվեց, որ իրականում իրան սովորենք։ Ու էսի մեր ազգային դեֆեկտներից մեկն է, որից մենք պետք է ազատագրվենք ուղղակի, հիմնահատակ ազատագրվենք ու երբեք դրան չպաշտպանենք։ Մեր ազգի մեջ մի վատ սովորություն կա, որ շատ է մեզի փչացնում, արժեքազրկում։ Մենք կարանք մի 99 լավ բան ասենք այս ազգի մասին։ Իր դեպ կարամ ասել։ Բայց գիտեք, մի հատ տարօրինակ բան կա, որ այդ ձևել էս ազգի մեջ չի փոխվել։ Գիտեք էդի որն է, որ մենք այտենց էլ չենք սովորում միաբանվել։ Այս մեր ազգի մեծագույն խնդիրներից մեկն է։ Ազգի մեջ է, ազգատոմերի մեջ է, բարեկամությունների մեջ է, խնամությունների մեջ է, հարազատությունների մեջ է, ընտանիքների մեջ է։ Գիտեք, այսին ամենաբաց թեմաներից մեկն է, որ հաճախակի մեզ ինչ անում, այն 99 լավ բաները սես փոշի է սարքում։ Դու կարաս կենտրոնանաս քո 99 լավ բանի վրա, բայց մի հատ միաբանության բացակայությունը այդ ամեն լավ բանը 0-ի է հավասարացնելու։ Խոսքն է այդպես ասում։ Ու ես այսօր ուզում եմ, որ ես ու դու սովորենք զանազանել։ Ինչու է Տերը հետաքրքրված, որ մենք այս թեման շատ ուժեղ յուրացնենք, որովհետև եթե այս թեմայի ճոխությունը դուք ընկալեցիք ու ձեր հետ աշխատանքը, հենց ձեր հետ աշխատանքը բարձրացրեցիք, որովհետև ամեն մեկից պատասխանատվության մեջ է մտնում միաբանվելը։ Ես չեմ կարող մեկին ստիպեմ, որ միաբանվի։ Ես չեմ կարող մեկին ստիպեմ, որ փոխվի։ Ես չեմ կարող մեկին անգամ համոզեմ ամենալավագույն հմտություններս էլ չեն օգնի, որ ինչ որ մեկը միաբանության մարդ դառնա, նվիրյալ դառնա։ Դա մենակ Տիրոջ գործն է մեր մեջ ու մեր հնազանդությունը իր ուզածներին։ Սա է ձևավորում այդ ամեն ինչը։ Ուզում եմ այսօր, որ մենք այս զանազանություն լավ ընկալենք։ Ու մենք պետք է նայենք Հիսուսի օրինակին, որովհետև զանազանել ինչը Աստծուց է եւ ինչը չարից է, շատ կարեւոր է, որ քո ներսում զանազանության պարգևն էլ անգամ գործի։ Որտեւ եթե մենք այս հիմքի վրա սովորենք զանազանել, հավատացեք, պարգևը սկսելու է ասենց լողալու ես պարգևի մեջ։ Դու հասկանալու ես ոնց օգնես այդ դեպքում։ Ու ուզում եմ Հիսուսի օրինակին նայենք։ Ամենաշատ կռիվը կատարվում է ոչ թե արտաքին աշխարհում, այլ ներքին աշխարհում։ Եկեք հետևենք այն փորձությանը, որի միջով Հիսուսը անցավ։ Առաջինը ուզում եմ այդ դրա վրա ուշադրություն ձեր գրավեմ։ Մատթեոս 4-ի 1-11 խոսքերում մենք կարդում ենք, որ Հիսուսը 30 տարուց հետո, երբ որ ջրով մկրտվեց, նա գնաց փորձության այդ անապատը 40 օր ժամանակ անցկացրեց անապատում եւ ծոմ էր ցերեկ ու գիշեր կարելի ասել իր կենտրոնացումը այն չէր։ Այսօր այնքան տարօրինակ է, ինձ համար ամենատարօրինակ զրույցներից մեկ գիտեք որն է, որ երբ որ ժամանակը հասնում է պասի, մարդիկ ոչ թե հետաքրքրված են ոնց Հիսուսին ճանաչեն, սա հետաքրքրված են ինչ ուտենք, ինչ ուտենք։ Ո՞ւս է զարմանում ես, ասում ես ինչքան տարօրինակ վիճակ է։ Ծոմը, ինչ ես վերցնում, պասը, ինչի մասին ես մտածում, ինչ ուտես, ինչ չուտես, տարօրինակ բաներ։
Մենք պետք է Հիսուսին բացահայտենք։ Երբ որ դու պաս ես վերցնում, մին գետ ծուղակ ինչ ուտես, ինչ չուտես։ Դու պետք է հասկանաս ինչ ես դու պաս վերցնում կամ ծոն վերցնում։ Դու Հիսուսին ճանաչելու համար պետք է դա անես։ Դրա համար ուզում եմ ստե ուշադրություն ձեր գրավեմ։ Հիսուսը մտավ փորձության դաշտ ու Սուրբ Հոգուց մտավ։ Սուրբ Հոգին իրան տարավ անապատ 40 օր ինքը այդ տեղում էր գտնվում։ Ինքը ու իր մտքերը։ Ասա ես եւ իմ մտքերը։ Շատ կարևոր է որ դուք էսի տեսնեք։ Ես այսօր հատուկ ոչ մեկիդ նկատի չունեմ, ես ուզում եմ որ դուք բան տեսնեք։ Լսում եք։ Եթե ինչ որ մեկին ես նկատի ունեմ, ես անհատապես կմոտենամ ու կասեմ։ Ես երբեք բեմը չեմ օգտագործում դրա համար։ Այսի որ հստակ իգիտություն ունի ամեն մեկիդ։ Երբ որ ես մեկին բան ունեմ ասելու, ես մոտենում եմ անհատապես իրան ասում եմ, բեմը ես չեմ օգտագործում դրա համար, երբեք։ Ու Տերը վկա է։ Ես դե ուզում եմ որ դուք տեսնեք Աստված բան ունի այսօր քեզ ասելու։ Դու պետք է սրանց բռնվես։ Երբ որ բռնվեցիր, կյանքդ փոխվելու է ռադիկալ։ Շատ sense արմատական պետք է փոխվի քո կյանքը։ Դու պետք է արմատական փոփոխություն վերապրես քո կյանքում, որ հաջողվես։ Երբ որ արմատական փոփոխություն տեղի չունենում, մենք դեռ խաղ ենք անում, մենք կարելի ասել ժամանակ ենք ձգձգում, ու մեկ էլ հոպ կյանքիդ լարը կտրվելու է, ու վեր ժամանակը պրծավ։ Դու պետք է խորագետ լնես, ու դրա համար այսօր ուզում եմ, որ սրան շատ ուժեղ բռնվենք։ Հիսուսը եւ իր մտքերը։ Սա զանազանության դասական թեմա է, որ ես ուզում եմ ձեզ սովորացնեմ։ Հիսուսը անապատ գնաց, այն ժամանակ Հիսուսը հոգուց անապատ տարվեցավ, որ փորձվի սատանայից, եւ 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահելուց հետո սովեց։ Եվ փորձիչը նրա մոտ գալով ասեց. «Եթե Աստծո որդի ես, ասիր այս քարերը, որ հաց լինեն»։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց. «Գրված է. ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Հիսուսը հիշատակում է մի հատ հատված, որը գրված է 2 Կորինթաց 6:13 խոսքում, որովհետև Հիսուսը իրանից բան չի հորինում, ինքը ինչ որ գրված այդ խոսքն ասում, ոչ միայն հացով կապրի։ Ինչ ենք մենք ստե տեսնում։ Մենք տեսնում ենք, որ ինքը իր մտքերը, իր մտքի աշխարհում կատարվելիք բաները, իր կյանքում կատարվելիք բաները, իր հետ կատարվելիք բաները, ոչ թե հələ ուրիշների հետ։ Դու մինչև այս ոլորտի մեջ այս հաղթանակներ չվերցնես, քո այստեղ ներքնաշխարհում, ստեղ այստեղ քո մարմնի հետ կապվի, դու այս հաղթանակը պետք է վերցնես։ Հիսուսը ուզում է, որ դու զանազանության պարգևը օգտագործես առաջին, ոչ թե ուրիշի մեջ դև տեսնես, այլ զանազանության պարգևը օգտագործես հաղթանակ վերցնես։ Այստեղ, էսի շատ կարևոր է, որտեղ մենք տեսնում ենք Հիսուսը անապատում ինքը ու իր մտքերը, նա ընդեղ է կռիվը հաղթում։ Նա ընդեղ է հաղթանակ վերցնում, նա իր ծածուկ տեղում է հաղթանակ վերցնում։ Եթե դու ինքնահոսի ես թողում քո ծածուկ տեղի հաղթանակը, դա հետո դրսևորվում է երևացող ոլորտում։ Ու երբ որ հանկարծ մեկ ուզենա քեզի մի հատ ասես բանը ճիշտ չի քո կյանքում, դու պայթելու ես։ Գիտեք ինչի, որովհետև դու ծածուկ տեղը հաղթանակ չես վերցել։ Դու ծածուկ տեղը պետք է հաղթանակ վերցնես։ Ընդեղ է քո հաղթանակի վայրը։ Հիսուս էսի մեզի սովորացնում է։ Եկեք տեսնենք ինչ հաստե կատարվում։ Սատանան գալիս է, Հիսուսը ու իր մտքերը, իր ներքնաշխարհի աշխարհն է, ինքը ընդեղ այդ հաղթանակը վերցնում։ Դու ոչ մի ուրիշի հետ կռիվ չունես։ Դու պետք է էսի գիտակցես, քո կռիվը մարդու հետ չի ընդհանրապես։ Հանկարծ սլակներ չուղես մարդու դեմ։ Դու ամենամեծ անմիտը կդառնաս, եթե տենց մտածես։ Ինքան եմ ես տեսում, որ քրիստոնյաները ընկնում են, կոտրվում են, շեղվում են, հեռանում են Աստծուց։ Գիտեք ինչու։ Որտև իրանց նետեր ուղեցին մարդկանց դեմ, իրանց վիրավորողների դեմ, եւ ոչ թե իրանց ծածուկ տեղը հաղթանակ վերցեցին։ Եկեք մենք խորագետ լինենք, սովորենք Հիսուսից։ Տեսեք, ուզում եմ որ դուք ստե տեսնեք, Հիսուս այս փորձությունը թվում է թե ուտելիքների հետ կապված թեմա է, ճիշտ է, բայց ինքը ինչքան ալնում, որ մարդիկ մի աման ճաշի պատճառով, մի 2 կոպեկ ունենալու պատճառով ծախում են իրանց ամենակարևոր կոչումները։ Գիտեք, մեր յուրաքանչյուրիս մեջ հուդա կա։ Մեր յուրաքանչյուրիս մեջ հուդա կա։ Հուդան թարգմանաբար նշանակում է գոհություն։ Դու պետք է որոշես այսօր քո ներսում։ Դու գոհացող մարդ ես դառնալու, թե դավաճան մարդ ես դառնալու։ Դու պետք է որոշես։ Զանազանությունը քո ներսում է։ Ինքան դուրս եկա, որ հանկարծ Տերը հայտնություն տվեց։ Ինչ է հուդան նշանակում։
Թե 5 տակարան Հուդան 20 դոլար 20 արծաթով ծախեց Հովսեփին, թե նոր կտակարան Հուդան 30 արծաթով ծախեց Հիսուսին։ Փաստորեն իր անուն թարգմանաբար նշանակում է գոհություն, անգամ իր պապան իրան ասում է գոհության մարդ է ինքը գոհության անձնավորություն ու հանկարծ Տերը լուսավորեց միտքս, որ այդ Հուդան իմ ներսում է, կամ ես գոհացող մարդ եմ լինելու, կամ ես դավաճան մարդ եմ լինելու, երկու կողմ, ու էսի պետք է դու քո ներսում հաղթանակ որոշես, ոչ մեկի հետ կապ չունեսի։ Հիսուս էս հաղթանակն է վերցնում իր ներսում, ծախի իր անդրանիկությունը քարը հաց սարքելով, թե ինքը Աստծո խոսքին պատիվ ու նախասահմանությունը տա։ Սա կարևոր է, սիրելիներս, ուզում եմ, որ դուք զանազանության այս դասերը այսօր վերցնեք։ Երբ որ մենք ընկնում ենք զանազանության պարգևի մեջ, առանց այս դասերի մենք շեղվելու ենք եւ կարանք չզանազանենք, չջոկենք, անես խափնվենք, որ մենք ինքներս էլ զարմացած մնանք։ Բայց եկեք այս դասերին այսօր ուշադրություն դարձնենք։ Հիսուսը հրաշալի դաս ունի այսօր մեզ համար։ Ամբողջ շաբաթ էսի էփում էր մեջս, որ սրա մասին պետքա խոսեմ։ Ինչու՞, որտեվ Տերը հետաքրքրված է մեզանով, սիրելիներ։ Եկեք տեսենք ինչ է կատարում։ Նա հակազդում է սատանային որտեղ ինքը իր մտքի աշխարհը, որտեղ թշնամին եկել է, ինքը այնտեղ պետք է այդ հաղթանակը վերցնի։ Ոնց է ինքը հակազդում գրված խոսքով։ Նա հակազդում է, հաղթում է, ու այդ հաղթանակի արդյունքը մենք հետո ենք տեսնում։ Եկեք մյուս կարևոր բանն ուշադրություն դարձնենք։ Հետո 6-րդ խոսքից եմ կարդում։ Կամ շարունակենք, ասում է, եթե Աստծո որդի ես, ասում է, այս քարերը հաց սարքի։ Միշտ կասկածը քո սրտի աշխարհում է։ Դա երբեք իմ հետ կապ չունի, ոչ մեկ քո կողքի մարդու հետ էլ կապ չունի։ Կասկածը միշտ քո ներքնաշխարհի կռիվն է։ Դու պետք է իմանաս, դու Աստծո որդի ես կամ եթեով կամ իրապես։ Դու պետք է որոշում կայացնես ով ես դու։ Ինչու, որովհետև Տերը արդեն ասում է ով ես դու իր համար, բայց դու էլ պետք է որոշես ով ես դու։ Ոստեղ է հենց կռիվեթում դու պետք է հիմա որոշես դու Աստծո որդի ես, թե։ Իսկ եթե Աստծո որդի ես, ուրեմն Աստծո որդուն համապատասխան քեզ պահի։ Ինչու՞, որովհետև դու Աստծո որդի ես, դու չես կարող ապրես ոնց որ ապրել ես։ Մենք պետք է Աստծո որդուն բնորոշ կյանքով ապրենք, որովհետև կամ եթե կամ մենք ստե տեսնում ենք, որ շատ կարևոր բան է, զանազանությունը մեր ներսում օգնում է մեզ, որ մենք հաղթենք այս ոտնձգությունները։ Եկեք ուշադրություն դարձնենք, շարունակենք։ Նա էլ պատասխան տվավ, ասեց գրված է ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալի Աստծո բերանից։ Այն ժամանակ Սատանան նրան առավ տարավ մի բարձր տեղ, սուրբ քաղաք եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա եւ ասեց. երկրորդ մոտեցումը, էլի ես ուզում եմ այս պատկերը ձեր տեսադաշի չհեռանա։ Հիսուսը եւ իր մտքերը, ոչ մեկ ուրիշ տեղ խառնված չի։ Այդ տենց է քո ներքնաշխարհը։ Ուղիղ էսպես։ Ու ոնց դու հաղթանակը վերցնես այդ ներքնաշխարհում, շատ բան է դրանից կախված, սիրելիներ։ Ընդհանրապես ոչ մեկ քո կողքի մարդուց։ Հենց դու այդ հաղթանակը վերցեցիր, ոնց որ Հիսուսը օրինակը թողել է, դու զանազանության պարգև դրա համար կարիք ունես, որ այդ հաղթանակը վերցնես։ Եկեք տեսնենք այս 6-րդ խոսքում։ Ասում է եւ նրան այդ տեղը բարձրացրեց, նոց ինչ ասում, ասում է եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցի։ Հրահրող օտար բաներ, որ գալիս են Աստծո որդիներին, հրահրում են, որ իրան կասկածի տակ դնեն իրանց հորը։ Եթե դու քո հորը ճանաչում ես, պետք չի կասկածի տակ դնես իրան։ Որտեղ ես դու կռիվը ունենում։ Ես գիտեք ինչքան եմ հանդիպում մարդկանց, որ արդեն Աստծուց հիասթափված են իրաց պահում։ Իրանց վարքն ու բարքն է դի ցույց տալի։ Դուք գիտեք չենք տեսնում այդ ամեն ինչը։ Ձեր յուրաքանչյուր գործողություն ցույց է տալի, թե դուք ձեր ներսում ինչ եք մտածում։ Որտեւ խոսքն է այդպես ասում, երեխեք անգամ ճանաչում են իրենց վարք ու բարքից։ Սիրելիներ, եկեք այս զանազանության թեման մեր սրտների մեջ հաղթանակի գործիք սարքենք, որտեւ զանազանության պարգև Հիսուս գործածեց մեզ համար օրինակ լինելու համար, սրա մեջ բանալ ենք մենք տեսնում։ Հիսուսը ինչ է անում ստեղ։ Նրա կասկածի տակ է դնում նորից իր Աստծո որդի լինելը։ Եթե Աստծո որդի ես, վայր գցի, որովհետև գրված է. իր հրեշտակներին գրամայե քեզ համար եւ ձեռների վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարին չդիպչի։ Եթե վերևից քեզ գցում ես, ինչ քարի մասին է խոսքը։ Աղավաղում է խոսքը։ Ինչի համար, որ դու քո հորը կասկածես, քո հոր խոսքը կասկածես, այս գրվածքները կասկածես։ Ու իմիջայլոց ասեմ, այս ժամանակների ամենամեծ թույնը, որ ազատագրվում է, գիտեք ինչի դեմ է։ Դա դու չես։
քո հոր խոսքն է, որ թշնամին ուզում է քո համար կասկածի տակ դնի, որ դու կասկածես քո հոր մտադրությունները քո հանդեպ։ Այդ թե ինչ է կատարվում հիմա։ Շատ տարօրինակ վարդապետություններ են ծնվում, շատ տարօրինակ լուրեր, ինֆորմացիաներ, որ քեզ հասանելի է շատ, ու դու պետք է հասկանաս, զանազանես քո ներսում, դա ինչի դեմ է, կամ ում դեմ է, դա Հիսուսի դեմ է, դա քո երկնային հոր դեմ է, որ դու քո ներսում իրան ինչ որ մի բան չհամարես։ Ես քեզանց նեղացած եմ, դու ես բան չես արի ինձ համար։ Ինքը ասում է տղես, ես իմ որդուն չեմ խնայի քո համար, դու մի համեմատի ոչ մի բան իմ որդու արած զոհի հետ։ Ոչ մի բան, ոչ մի քո չհաջողված երազանք չհամեմատես Հիսուսի արած զոհի հետ, որ վիրավորվես, հիասթափես ու Հիսուսից հեռանաս։ Ոչ մի բան չի կարա բաղդատվի այդ ճոխության հետ։ Էսի մեր համար շատ կարևոր է, սիրենք, մենք պետք է հեսի զանազանենք, ուստի ինչ է ասում Հիսուսը, եկեք ուշադրություն դարձնենք։ Հիսուսը նորից օգտվում է երկօրինացից ու ինչ ասում սատանային։ Գրված է, մի փորձի քո Տեր Աստծուն։ Ու էդի երկրորդ օրինաց 6:16 խոսքն արդեն։ Գրված է, մի փորձի քո Տեր Աստծուն։ Դու ինչքան վիրավորված կլինես, հանկարծ քո երեխեն ուզենա փորձի տենա պապան իրան սիրում է։ Դու կասես դե Աստծա իթամ մեռն եմ էլի։ Որ այսքան բան քո համար անում եմ, դու վերջում կասկածի տակ դնես, որ ես քեզ սիրում եմ։ Խնդրում եմ, ծնողներ, զգացեք ձեր հոր սիրտը։ Ես բաներ եմ ասում իր սրտից։ Դու պետք է այսի զանազանես քո հետ ծածուկ տեղը, Հիսուս իր մտքերը։ Ոչ մեկ ստի խառնված չի։ Հիսուս ու իր մտքերը, դու էլ ես այդպես, դու քո մտքերը։ Դու այնտեղ պետք է զանազանես, որ իմանաս ինչը հակառակվես, ինչ ընդունես։ Խնդրում եմ, լսեք, ձեր հոգին հիմա շատ ուժեղ լսում է, բայց թույլ չտաք, որ ձեր միտքը ուրիշ տեղ է հիմա։ Երրորդ բանը, մենք ինչ ենք տեսնում, նա զանազանում է գրվածքի հողի վրա։ Զանազանությունը գրվածքից է կախված։ Եթե դու գրվածքի հետ գործ չունես, դու ի վիճակի չես զանազանելու, սիրելիներ։ Մենք դրա համար Աստծո խոսքը ուսումնասիրում ենք, առանց Աստծո խոսքի զանազանության պարգևը անհասկանալի բան է դառնալու։ Դու չես զանազանի։ Ու ես այսօր ուզում եմ դա ձեզ ցույց տամ։ Եկեք տեսնենք շարունակությունը։ Երրորդ բանը 8-րդ խոսքից։ Սատանան ասում է վերսում 7-րդ խոսքում ասում է Հիսուսը նրան ասեց դարձյալ գրված է մի փորձի քո Տեր Աստծուն։ 8-րդ խոսքում դարձյալ առավ տարավ նրան սատանան մի շատ բարձր սար, ցույց տվավ նրան աշխարհի բոլոր թագավորությունները։ Սրանք բոլորը հոգում կատարվող բաներ են, սիրելիներ։ Մարդը հոգում է տեսնում այս բաները, իր մտքի երևակայության աշխարհում է տեսնում։ Միգուցե հենց տեղափոխությունն է տեղի ունեցել Աստված տարել է իրան, սա կատարվում է մեզ համար չերևացող աշխարհում։ Որտեղ մի ակնթարթում տեսնել բոլոր թագավորությունները, դա ուղղակի մեզի տեղեկություն է, որ դա ֆիզիկական դաշտը չի, դա հոգևոր դաշտն է, դա քո մտքի աշխարհն է, դա մի դաշտ է, որտեղ ոչ մեկ չի կարա թափանցի։ Դա դու Աստված։ Պատկերացնում եք ինչ աստ է բացում։ Ինքը տանում է ճոխությունը ցույց է տալիս։ Նայեք, բոլոր թագավորությունը եւ նրանց փառքը ցույց է տալիս, ու ասում է նրան. Սրանց ամենքը քեզ կտամ, եթե ընկնես ու երկրպագես ինձ։ Անժամանակ ասեց նրան Հիսուսը. դեն գնա, թող բոլորը ստեղ բացականչեն, դեն գնա սատանա ինձանից։ Դուրս չեկավ, դուք լավ չասեցիք։ Մի րոպե, դուք կնես պետք է ասեք, որ ինքը իրականում հեռանա ձեզանից։ Կամ ասում եք ինքը հեռանում է, կամ չեք ասում ինքը մնում է։ Եթե տես դնեմ, դուք պետք է նենց ասեք, որ ինքը գնա, Հիսուսը ինքը չասեց։ Դե գրելի։ Ինքը ասեց, դեն գնա ինձանից սատանա։ Ինքը շատ հստակ իշխանությամբ ասեց։ Կա ինչ որ մի բան քո կյանքում, որ իրականում սատանայից է։ Ասեք, կա այդ բան։ Եթե կա, մի ամաչեք, ձերն հետ բարձրացրեք։ Այդ էր պակաս, որ ամաչեք, որ եթե սատանայից մի բան կա ձեր կյանքում, պետք է դու հիմա ասես, դեն գնա ինձանից սատանա։ Ասեք։ Այսի հելավ մի քիչ ոնց որ ոչ թե հայերեն, այլ երկնային։ Լսեք, դուք պետք է իշխանությունը հասկանաք, ստեղ զանազանելու բանն եմ ձեզի ցույց տալի։ Սա իր մտքի աշխարհն է։ Ես դեռ հələ ուրիշ տեղ չեմ դուս եկել։ Ես հələ խոսում եմ իր ներքնաշխարհում տեղի ունեցածի մասին։ Զանազանության դաշտն եմ ձեզ ցույց տալի։ Ինքը ինչով է հակառակվում։
Եկեք տեսնենք, ոչ միայն իշխանությունը բանեցնում է, նա նաև գրվածքի պատճառով է այդ իշխանությունը բանեցնում։ Ինչ ենք մենք կարդում 10-րդ խոսքում։ Ասես դեն գնա սատանա, որտև գրված է Տիրոջը քո Աստծուն երկրպագես եւ միայն նրան պաշտես։ Ինչ է զանազանությունը Հիսուսին տալիս, որ ինքը իր ներսում որոշում է, ինքը ում է երկրպագելու։ Սա է զորությունը, որ դու կարաս հաղթանակ ունենաս։ Ինքը իր ներսում է, իր մտքի աշխարհն է։ Ես ձեզ հələ ուրիշ բան ցույց չեմ տալի։ Ես ցույց եմ տալիս զանազանության պարգևը որտեղ պետքա գործի։ Դա քո մտածմունքի ներքնաշխարհն է, դա քո ծածուկ տեղն է, ոչ մեկ այդ տեղը չի տեսնում։ Դու ես այդտեղ որոշում ես երկրպագելու։ Քեզ ես երկրպագելու, քեզ շոյելու ես, երբ որ մեղք ես գործելու, թե ապաշխարելու ես։ Թե սաղի աչքի փուշը կտեսնես, բայց քո սրտի գերանների հարցերը չես լուծի։ Դու պետքա որոշես։ Դու պետքա որոշես։ Երբ որ ես հանկարծ ինչ որ մեկի աչքի փուշը տենում եմ, հանկարծ Տերը թույլ է տալիս տեսնել։ Ես առաջին գործողություն գիտեք ինչ եմ անում։ Էդում եմ տեսնեմ հո իմ մոտ գերաներ չկա։ Չի անկեղծ եմ ասում ձեզ։ Ձեզ թվում է ինչի համար ես շատ արագ չեմ ձեզի հանդիմանում։ Հենց տեսածից պես չեմ խոսում ձեր հետ։ Դու գիտեք ինչի համար է տենց ձգձգվում բաները։ Սիրելիներ, ես այդում եմ պրոստը ծածուկ տեղը ուզում եմ համոզված լինեմ, որ ընդ գերան չկա։ Որ երբ որ այդ փուշը քեզանց հանեմ, քեզ չվնասեմ։ Լսում եք։ Իսկ այդ փուշը շատ անգամ այնքան տակտիչնի հանվում է, դուք չեք էլ ջոկում ոնց եք դուք այդ փշերից ազատվում։ Բայց լավ է որ ջոկենք, որ ինչ որ փշից ես պրծա։ Էդի Տերն է արդեն սովորացնում, Տերն է ցույց տալիս, որ առաջ այդ բան անում էր, հիմա էլ չես անում։ Այդ ժամանակ հասկանում ես ինչ որ մեկի աշխատանքը հետ քա թողե։ Այն որ գալսում են մարդիկ ասում են, «Կարեն շնորհակալ են քեզանից, որ դու այդքան սենց ներդրում ես արել մեր կյանքի մեջ, սենց։ Ես գիտեք ինչ եմ անում։ Ասում եմ Տեր իրանց սրտերի փշերի հարցերը լուծել է, իրանք ասում են շնորհակալություն, ասում են, բայց Տերն է դա արի, ես չեմ արել։ Հետո ինչ որ ես ձեզի օգնել եմ։ Ես հասկանում եմ ով է արել, բայց չեմ էլ մերժում ու միջոցով արել։ Լսում եք։ Ես չեմ ընկնում այն ծայրահեղության մեջ, որ մարդիկ վախենում են։ Փառքը մենակ Աստծունն է։ Իհարկե։ Բայց Տերը ասել է, ով որ ինձ փառավորում, իրան էլ ես եմ փառավորելու։ Բա գիտեք ինչ հողի վրա ենք մենք բարձրանում։ Այս հողի վրա մենք էլ իսի զանազանում ենք։ Դա մեր ներսի զանազանության թեմաներն է, սիրելիներս, մենք մեր ներսում զանազանում ենք, էսի շատ կարևոր է։ Եկեք շարունակենք։ Հիսուսը ինչ ասում, գրված է, քո Տեր Աստծուն երկրպագես։ Որտեղ է դա, էլի ինքը ու իր մտքերը։ Այդ մտքերի աշխարհը իր ու Աստծո միջև է, ոչ մեկ ստեղ խառնված չի։ Հետո ինչ որ մեզ համար sense գրված է, մենք կարդում ենք ոգևորված, այդ մենք առած, բայց երբեմն մեր մտքով էլ չի անցնում։ Ախր էսի ինքն ու իր մտքերն են։ Ոչ մեկը տեղ ներկա չի եղել։ Տերը թույլ է տվել, որ սա մասին ինքը խոսա իր աշակերտների հետ, ու աշակերտները դրանք վերցել են արձանագրել են, որովհետև այս ժամանակ մի հատ աշակերտ չկար իր կողքը, որ կողքից լսեր, այդ ո՞նց է ինքը սատանայի հարցեր լուծել։ Ինքն է գաղտնիքը բացում, ինքը ինչ է արի իր ծածուկ տեղը իր մտքի աշխարհում, ինքը այս գաղտնիքը բացում է, որ մենք սովորենք, դա զանազանության թեման է, որ զանազանելը ինքը ով է իրան մոտեցել, ում հետ համագործակցի, ում հետ չհամագործակցի, սա ոնց ասեմ, հիմնարար այն ճոխություններից մեկն է, որի կողքով անցնել չի կարելի։ Դու պետք է տեղ հլնես, սովորես, ուշադրություն դարձնես։ Չէ՞ որ ամենաշատը դու քո մտքերի հետ ես ելնում։ Դու անգամ ամենաշատը քո ընտանիքի հետ էլ չես ելնում։ Դու անգամ ամենաշատը քո ծառայության հետ էլ չես ելնում։ Ես զարմանում եմ, որ մեկ մարդիկ ասում են, ինչքան կարելի է ծառայություններին նվիրվել։ Դու ծառայությանը չես նվիրվել, ոնց որ քո մտքերին ես նվիրված։ Դուք պետք է զանազանեք այս բանը։ Մենք զանազանության պարգևը մեր ներքնաշխարհում գործածում ենք, որ կարողանանք ինչ անենք, որոշումներ կայացնենք։ Զանազանության պարգևը այս ձևով գալիս է մեզի օգնության։ Ոնց է Հիսուսը շարունակում է զանազանության պարգևը ակտիվացնել։ Մենք տեսնում ենք երկու տեսակ։ Ինքը ասում է, գրված է, չէ՞։ Մեկ ուրիշի մոտեցման ձևին, եթե Աստծո որդի ես, եթե ինձ երկրպագես, քեզ ես բաները կտամ։ Մենք տեսնում ենք ինքը իր որոշումը կայացնում է, որ Աստծո խոսքի կողն է կանգնելու։ Կամ դու Աստծո խոսքի կողն ես կանգնում,
կամ մեկ ուրիշի ասածի կողն ես կանգնում։ Դու պետք է ստե որոշում կայացնես։ Հիսուսը սրանով այս երկու կառույցով ցույց է տալիս ոնց է զանազանության պարգևը ակտիվանում։ Զանազանության պարգևը չունի սենց օթից աբստրակտ, սենց անհասկանալի մոտեցում։ Ինքը ունի շատ հստակ ուղղություն։ Կամ այս կողմնա, կամ այս կողմնա։ Երբ որ այս կողմնա, դու չես կարողանում զանազանես, բայց երբ որ այս կողմնա, դու ամեն ինչ շատ արագ ես զանազանում։ Շատ արագ, ու էսի պետք է վերջի ժամանակներում մեր յուրաքանչյուրից գիտեք ինչու, որտեղ վերջի ժամանակներում անօրենություն ավելի է շատանում։ Ու ես ու դու պետք է մեր ծածուկտեղը որոշենք այս եռաիմաստ համակարգով։ Ում հետ եմ ես ելնելու, իմ ծածուկ տեղը, որտեվ քո ծածուկ տեղը դու ում հետ ելար, դա է որոշում, քո դրսի պայքարներում դու հաղթող դուրս կգաս, թե պարտվող։ Երբ որ դու ներքին այս ոլորտում զանազանության պարգև գործի ես դնում, ինչ որ լավ բան սկսում է տեղի ունենալ։ Սիրելիներս, մեզի անհրաժեշտ է այս երեք ոլորտներում հաղթանակ վերցնել, որտեվ ես տեսնում եմ մարդիկ ուզում են դրսի հաղթանակ, առանց ներսի հաղթանակի, դա չի լինում։ Երբ որ դու ուզում ես դրսի գործի մեջ զանազանող լինես, շատ արագ ջոկես, քեզի պետք է այստեղ այդ զանազանության պարգևը գործածես։ Ինչու՞, որտեվ այդ ժամանակ դու հասկանում ես տարբերությունը, որ ստեղ ջոկես տարբերությունը։ Սա մեզ համար բանալի է։ Հիսուսը շարունակում է. ամբողջ պատերազմը քո մտքի աշխարհի մեջ է։ Դու քո մտքի աշխարհի մեջ ես գցում բռնում, Աստծո ձևը վարվես թե չէ։ Դու քո մտքի աշխարհում ես որոշում, Աստծո ասածը կլինի քո կյանքում, թե քո կմահաճույքը կլինի քո կյանքում։ Դու քո մտքի աշխարհում այդ ամբողջ որոշումների կայացման բագաժը տեղի ունենում։ Քեզի ոչ մի մարդ չի կարող ստիպի, որ դու որոշում կայացնես։ Անկամ եթե շատ ուժեղ ճնշում էլ գա, մեկը դու ես քո ներսում որոշում հանձնվես կամ չհանձնվես։ Լսում եք, սա ամբողջությամբ տեղի ունենում քո մտքի աշխարհում։ Ու Հիսուսը սրա վրա շատ ակցենտ է դնում։ Ինքը անընդհատ խոսում է այս երկու կողմերի մասին, որ իրան հավատացողները շատ հեշտությամբ կարողանան զանազանեն։ Սա պետք է որ ես ու դու վերցնենք։ Նայեք, մտավոր բնագավառում կատարվող բոլոր ոտնձգությունները սատանայի կողմից մենք պետք է զանազանենք ու կանխենք, որ դա չվերածվի մի հատ մեծ նավաբեկության։ Լսում եք։ Երբ որ մարդիկ իրանց թույլ են տալիս իրանց ծածուկ տեղ օտար բաներ, դա սկսում է իրանց կողոպուտ, գողություն անել։ Հետո մենք տեսնում ենք, որ դրսում իրանք ոչ ուրախ են ման գալի, ոչ խանդավառված են ման գալի, ոչ նպատակաուղղված, ոչ հույսով, ոչ ինչ որ մի ուղղվածությամբ։ Մենք տեսնում ենք մոլորված, ունայնություններով բորբոքված ապրելակերպ։ Սա պետք չի, Աստծո զավակների, սիրելիներս։ Ուրեմն Հիսուս ամեն բան բաժանում է երկու կողմի, որ մեզ համար զանազանելը հեշտ լինի։ Երբ որ դուք սրան ուշադրություն եք դարձնելու, շատ արագ սկսելու եք տեսնել։ Մատթեոսի ավետարանի մեջ ինքը 3 ծառայության մասին է խոսում, վրան էլ 4-րդն ավելացնում, բայց 3 ծառայության մասին ինքը խոսում է Մատթեոսի ավետարանի մեջ 6-րդ գլխում։ Դա ողորմության նվիրատվությունների ոլորտն է, դա աղոթքի ոլորտն է եւ դա ծոմապահության ոլորտն է։ Ինքը 3 ոլորտի մասին է խոսում, բայց 2 ուղղվածությամբ։ Ասում է կամ դու այդ ծառայությունը անելու ես մարդկանցից երևալու համար, կամ այդ ծառայությունը անելու ես Աստծո երևալու համար։ Ինքը ամեն ինչը անում է, որ դու կարողանաս քո ներսում զանազանությունը զարգացնես։ Ես իմ ներսում արդեն հասկանում եմ, ես էսի արեցի մարդկանցից երևալու համար, թե ես էսի արեցի Աստծուց երևալու համար։ Սա օգնում է ինձ, որ ես կարողանամ շտկեմ իմ ներսում բաները։ Զանազանության պարգևը առաջին հերթին իմ ներսում օգնություն է բերում, որ ես հասկանամ որտեղ եմ ես մարդկանցից բան ակնկալում։ Ու երբ որ չեմ ստանում, վիրավորվում եմ, հիասթափվում եմ։ Իսկ մյուս կողմն է զանազանում, երբ որ ես Աստծուց եմ ակնկալում, ի՞նչ է տեղի ունենում։ Մենք չպետք է ապրենք այս լույսի ներքո, մենք պետք է ապրենք այս հայտնության ներքո, որտեղ Աստծո հետ կապված է։ Շատերս գիտեք ինչ ենք անում, ասում ենք, ես Աստծուց եմ սպասում։ Երանի թե Աստծուց սպասեիր։ Երանի թե։ Շատերս ասում ենք այդ արտահայտություն, բայց մենք ապրում ենք այս մարմնավոր տիրույթի մեջ, ոնց որ ասես չզանազանենք, բայց Աստծուց սպասում ես, ինչ ես նեղանում։ Բանալի է զանազանության։ Դու զանազանելու ես այս ձևով։ Ես ու դու զանազանում ենք։ Մի օր Հովարտուրը լավ ասեց, ասում եմ մեկին ինքան լավություն է արել, մեկ էլ այդ մարդը վերցեց անշնորհքություն արեց, ես մի քիչ նեղվա բան արեցի, մեկ էլ ասում եմ Տերը հետս խոսած, բա դու ասում ես իմ համար ես անում այդ մարդուն համար անելով։ Բան չես նեղվել։
Ու ասում է ես վրազ ներողություն խնդրեցի։ Ինչի։ Տեսեք, զանազանություն է դա կոչվում։ Տերը գալիս է մարդուն օգնում է զանազանություն ընկալի իր ներսում։ Ուրեմն ստե ուշադրություն դարձեք 3 բան ասում, բայց 2 ուղղվածությամբ կամ Աստծո հետ է կապված էդի, կամ մարդու հետ։ Ինչու, որ դու զանազանես քո գործողությունը ում հետ էր կապված, Աստծո հետ էր կապված, թե մարդկանց հետ էր կապված։ Լավ, ես մեկին բարիք արեցի։ Ուզեցա, որ այդ մարդը իմանա, որ ես եմ այդ անողը, թե իմանա, որ Աստված է այդ անողը։ Որն է իմ նախասահմանությունը։ Բայց եթե իմ հետաքրքրություն, որ այդ մարդ հասկանա, որ էսի Աստված է, օրինակ, կարա ինքը շնորհակալություն չհայտնի։ Քիչ ենք հանդիպում տես բանի։ Կարա, չէ՞։ Եթե դու Աստծուն լսել ես, արել ես, դու Աստծո առաջ ուրախացի, որտեղ լսել արել ես։ Էլ ինչի պետք է շնորհակալություն վերցնես։ Ինքը քեզ չպետք է շնորհակալություն հայտնի։ Ինքը Աստծուն պետք է շնորհակալություն հայտնի։ Եթե ինքը չի հայտնում, դու այդտեղ արդեն կարևոր չես։ Մեկ այլ խոսքերով։ Իհարկե լավ է, որ մարդը շնորհքով լինի։ Կուլտուրա ունենա։ Բայց մենք դրանով չենք առաջնորդվում։ Եկեք ստե զանազանությունը հասկանանք։ 2 բան։ Պատկերացրեք 3 ծառայության մասին խոսում է Հիսուսը, բայց 2 իրականության հետ է կապում այդ բոլոր ծառայությունները։ Կամ դու անում ես մարդկանցից երևալու համար, կամ դու անում ես Աստծուց երևալու համար։ Այս մեկի մեջ վարձ կա, այս մեկի մեջ վարձ չկա։ Սա զանազանության թեման է։ Չէ՞ որ երբ որ դու քո ներսում մի բան անում ես մեկի համար, քո մտքերը ոչ մեկ չգիտի։ Դա գիտի մենակ Տերը։ Համաձայն եք։ Այդ նշանակում է դու քո ներսում զանազանություն ես անում։ Սա ում հետ էր կապված։ Ես այս բանը արեցի ումից դրթված, որ մարդկանցից պատիվ առնեմ, թե Աստծո առաջնորդություններ, որ այդ բան արեցի։ Ես սենց սկսում եմ զանազանել։ Ինչու՞։ Սա կարևոր է, որովհետև մենք վարձքի հետ կապ ունեցող ժողովուրդ ենք, սիրելիներս։ Դրա համար հետո Հիսուս նոր շարունակում է, այդ նույն հատվածում 24 խոսքում ինքը բարձրաձայնում է կոնտեքստից եկեք գանք մի կետի, որ ասում է ոչով չի կարող 2 տերերի ծառայել։ Նորից շեշտում է 2 տերեր։ Ինքն չէ այս բանը ասում, որ ես ու դու հասկանանք 2 տերերի ծառայություն չի կարող լինի մեկի մեջ։ Կամ մեկին մենք կսիրենք, ոնց որ խոսք ասում է, որտեղ մեկին կատես, մյուսին կսիրես, կամ մեկին կմեծարես, մյուսին կարհամարես, չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային ծառայել։ Էլի մենք տեսնում ենք, որ ինքը 2 նժարներ է դնում քո առաջ, որ դու շատ արագ կարողանաս զանազանես քո ներսում։ Դու քո ներսում պետքա որոշես։ Դու հիմա ում ես ծառայում։ Տխրությանը, թե ուրախությանը։ Ամենը արմատական հարցն եմ դնում ձեր առաջ։ Դուք պետքա որոշեք, ում եք ծառայում։ Տխրությանը, թե ուրախությանը։ Եթե մեղք կա քո կյանքում, լավ է որ տխրում ես։ Բայց երբ որ արժանի ապաշխարություն ալնում, ուրախությունը գալիս ու չի ուշանում։ Դու ստե պետքա որոշես։ Էդի քո ներսում այդ որոշումները կայանում, էդի քո ծածուկտեղն է, մենք զանազանությունը սկսում ենք հասկանալ այս 2 հողի վրա, սիրելիներս։ Պետքա այս դրա հետ աշխատենք։ Շարունակենք էլի մի քանի բան ասել։ Հովհաննեսի 10:10-ում Հիսուսը շեշտում է 2 հովվի մասին։ Մի հովիվը Հիսուսն է, մի հովիվը Սատանան է։ Ինքը ասում է, որ գողը գալիս է գողանալ, կողոպտելու, սպանելու համար, ինքը լավ հովիվ չի։ Ինքը վարձկանն է։ Իսկ մենք եթե վերցնում ենք վերագրում ենք մարդուն։ Սիրելիս դու պետքա որոշես, ով է քո հովիվը։ Դու պետքա որոշես։ Էդի դու ես որոշում, այն պահից, երբ որ Հիսուսին Տեր ես դավանում, դու պետքա որոշես, ով է քո հովիվը։ Հիսուսը։ Եթե Հիսուսն է, հետևի իրան։ Բայց եթե վարձկան մեկն է, մի զարմացի, որ կողոպուտա տեղի ունենում քո հետ։ Մենք ենք որոշում։ Էդ իմ հետ էլ անգամ կապ չունի։ Իսկ մենք վերցում ենք էդի մարդկանց ենք վերագրում։ Սիրելիներս, վարձկանի այդ տեղը գաղափարը բացում է իմ ու քո ներսում զանազանելու համար։ Իմ հովիվը ով է։ Մամոնան լավ տեր չի, նա գողանալու է ինձանց ամեն ինչ։ Իմ հովիվը ով է։ Սատանան ինքը վատ տեր է, նա հետաքրքրված չի ինձանով, նա մենակ մի բան է ուզում, գողանա կողոպտի ու սպանի։ Ես մի հատ հովիվ եմ ուզում կյանքում ճանաչեմ։ Գիտեք ով է այդ հովիվը։ Հիսուս Քրիստոսը։ Եկեք բարձր ասենք, իմ հովիվը Հիսուս Քրիստոսն է։ Սա կարևոր է։ Մենք էսի կարանք ասենք, բայց մի ժամանակ չհամագործակցենք իր հետ։
Որտեղ մենք հաճախակի տեսնում ենք կողոպուտ, գողություն, կործանարար բաներ, ու հետո հարցը բարձանում, դեր ինչ ես բաները պետք է իմ կյանքում լնեն։ Սիրելիներ, որոշում կայացրա, ծածուկ տեղը շատ բաց էջեր ունենք։ Մեր ծածուկ տեղում մենք շատ բաց էջեր ունենք։ Զանազանությունը եկել է մեզի օգնի, որ ես իմ ծածուկ տեղը որոշեմ։ Հիմա Հիսուսն է իմ հովիվը, թե մեկ ուրիշը։ Հիսուս ասես այս պատմությունների միջոցով, գիտեք ինչ ա ուզում, ոնց որ թակի մեր սրտի դուռը։ Ինքը ուզենա իրա լսան, չէ՞ որ ինքը հոչեր եկե աշխարհիկ մեղավոր հեթանոց ժողովրդի մեջ։ Ինքը եկել էր հավատացյալ ժողովրդի մեջ։ Ուխտի ժողովրդի մեջ էր եկել։ Գիտեք իրա լսարանը դա մեղավոր մեր հասկացողությամբ աշխարհիկ մարդիկը չեն եղել։ Ուխտի հավատացյալ ժողովուրդ են եղել, ովքեր մեղավոր կյանքով են ապրում։ Այդ ձևի ժողովրդի մեջ է Հիսուս խոսում։ Ինքը ասում է դուք պետք է որոշեք, գողը թե ես։ Դուք պետք է որոշեք, գողը թե ես։ Մի ամբողջ գլուխ ներկայացնում է, որ ինքը բարի հովիվ է, ասում է իմոնք իմ ձայնը ճանաչում են, նա ուղղություն է տալիս զանազանելու։ Եթե ինքը առաջնորդում է քեզ, դու պետք է իր կյանքը տեսնես։ Բայց որ դու իրան հետևում ես, բայց ասես օրի կյանք չես տեսնում, լավ բաներ չես տեսնում, հարց պետք է տաս, Տեր, ես ում հետ եմ համագործակցում։ Իմ վախերն են իմ հովիվը դառը, թե Հիսուսն է իմ հովիվը։ Ով է իմ հովիվը վերջի վերջո։ Իմ խնդիրներն են իմ հովիվը, թե Հիսուսն է իմ հովիվը։ Դու պետք է որոշես, էսի քո ներսում ես որոշում։ Քո հոգսերն են քո հովիվը, քո ամեն տեսակի մեղքերն են հովիվ դառնում քո գլխին, թե Հիսուսն է քո հովիվը։ Մենք պետք է հասկանանք, Հիսուսը բանալի է բացում, որ մենք զանազանենք մեր ներսում։ Սա շատ կարևոր է։ Թեքվի կողքիդ ընկերոջ ասա, իմ հովիվը Հիսուսն է։ Հալելույա։ Պատկերացեք Հիսուս շարունակում է իր խոսքը, ինքը ասում է էլի երկու արքայության մասին, ինքը խոսում է կամ չարի թագավորության մասին, կամ խոսում է Աստծո թագավորության մասին։ Ինչե այս երկու գաղափարը շատ շեշտում Հիսուսը։ Սիրելիներ, դա զանազանության հիմքն է։ Մենք պետք է այդ հողի վրա սովորենք զանազանությունը։ Երբ որ այս երկու էլեմենտը մենք իրարից հեռացնում ենք, ուզում ենք զանազանություն ընկալենք, չի ստացվի։ Դուք պետք է սրան ուշադրություն դարձնեք։ Մի ամբողջ գլուխ Մատթեոս 13-րդ գլխում Հիսուսը արքայության մասին է խոսում, որ ես ու դու հասկանանք այդ արքայությունը այդ ինչ բան է։ Հիմա ես ասում եմ Աստծո արքայությունը իմ ներսում է։ Ու մեկ էլ կողքից մեկ ասում է, բա որ ասում ես քո ներսում է, բա ուր է։ Այսինքն այս աշխարհը ակնկալում է, որ եթե արքայություն քո ներսում է, պետք է դա քեզանից դուրս գա։ Ճիշտ է։ Բայց ես հիմա իմ ներսում որոշում եմ, ես ում հետ եմ։ Ես Աստծո արքայության մեջ եմ, թե ես աշխարհի խավարի աշխարհի թագավորության մեջ եմ։ Ես էլ իմ ներսում զանազանության թեմա է գալի։ Ինքը ցույց է տալի, թե այդ արքայությունը ոնց է գործում, ինչ անելու։ Ինքը քո ներսում է, ինքը քո միջոցով է։ Դու պետք է դրա հետ համագործակցես, որ կարողանաս հակազդես ամեն մի խավարի մտքին, երբ որ ուզում է թափանցի քո սիրտը։ Հալելույա։ Սիրելիներ, Հիսուս այստեղ է։ Ու Հիսուս շատ հետաքրքրված է, որ իր ժողովուրդը, իրան հավատացող ժողովուրդը շատ ձիգ լինի իր ներսում, շատ զգաստ լինի իր ներսում, այս զանազանության ճոխության գործի, որտեղ թագավորության մասին է խոսում ինքը։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, որ Կողոսացիների մեջ մենք կարդում ենք 12-ից 14 խոսքերը առաջի գլխի, ասում է այսպես. «Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ»։ Մենք ստեղ էինք առաջ, այս թագավորության մեջ էինք։ Այն պահից, որ դու հավատացիր Հիսուսին, դու տեղափոխվեցիր, փոխադրվեցիր Աստծո թագավորության մեջ։ Բայց քո միտքը դեռ ստեղ է։ Այդ ինչի համար դու պետք է նորոգվես։ Լսում եք, ես ու դու տեղափոխվել ենք Աստծո թագավորության մեջ, որտեղ խոսքը ասում է այդպես։ Բայց մեր միտքը դեռ այս աշխարհում է։ Երբ որ դու չես համագործակցում այն ոլորտի մեջ, ինչի մեջ որ կա, Տերը էսի ուզում ցույց տա, դավայ զանազանի, ում հետ ես դու համագործակցելու։ Քո նոր կարգավիճակի հետ եւ թե քո հին ձևերի, զգացմունքների, ապրումների հետ։ Որոշի, դու պետք է էսի զանազանես, որովհետև եթե հիմա դու նոր կարգավիճակ ունես, բայց քո միտքը դեռ էս հին կարգավիճակի մեջ է, դրա պատճառով այս լավ բաները, որ արդեն կան, նրանք չեն արձակվում։
Ինք ասում է որոշի, դու պետքա որոշես, քո միտքը ում հետ ալնելու։ Դու քո ներսում ես որոշում, էլի դու քո մտքերը։ Թեքվի քո կողքին կերոջ ասա, ես ու իմ մտքերը։ Ես ինչ եմ ուզում, որ դուք էսի վերցնեք այսօր։ Սիրելին, ես ամենակարևոր աշխատանք այսօր մեր ներքնաշխարհումա տեղի ունենում։ Այս այն ոլորտն է, որտեղ Տերը գործ է անում, զանազանության պարգևը ձևավորում այդ ներսից դուրս, չէ՞ որ Սուրբ Հոգին քո ներսում է։ Զանազանության պարգևը օդից չի գալիս, նա ներսից դուրս բան պետք է անի քո համար եւ քո միջոցով ինչ որ մեկի համար։ Դրա համար ուզում եմ, որ ստես բանն ուշադրություն դարձնեք։ Հիսուսը էլի հետաքրքիր բան է ասում դատերի հետ կապված, որ վերջի ժամանակներում արդարների եւ ամբարիշների մասին ինքը բարձրաձայնում է, որ դատ է լինելու։ Էլի երկու կողմ ենք մենք տեսնում, երկու կողմ, որը մեզ հստակ որոշումների թեմա է տալիս։ Մի կողմը արդարներն են, ովքեր էին դրանք, որ գործ էին անում, օգնում էին, հասնում էին, պարգևներ գործի էին դնում, իմ դուր եկավ այսօր այդ խոսքը, որ ասում է իրանց մեջ եղած երևելիները իրանց վիզը չդրեցին գործ անելու մեջ։ Այսինքն իրանք ոչ մի բան չարեցին Աստծո գործը ակտիվացնելու համար։ Սիրելիներս, եթե դու գործ անող ես, ուրեմն դու այդ երևելիների կարգավիճակի մեջ ես։ Հանկարծ չընկնես այդ ծուղակը, ասես, դե ես կարողություն չունեմ։ Ով է քեզ խաբել։ Դու այնքան կարողություն ունես, որ հələ բացահայտված էլ չի թե ինչքան կարողություն ունես։ Դու պետքա որոշում կայացնես, որ ես լինելու եմ իմ ստատուսին համաձայն գործող, որն է արդարները գործ են անում։ Ինչ գործ են անում, հասնում են, օգնում են, տրվում են, տալիս են, մեկին բարձրացնում են, իրանք անընդհատ գործ են անում, ու իրանք դա անում են ելնելով նրանց, որ Հիսուսի համար են դա անում։ Ու Հիսուս իրանց մի օր այդ արտահայտություն կասի, մտեք իմ ուրախությունը, մտեք իմ ուրախությունը, դուք ինձ լավ ծառայեցիք, դուք էլ կասեք, եփ են քեզ տեսե, ինք ասե, այս փոքրերից մեկին է կարե։ Ես մի օր մի հիվանդի գնացի այցելության, մեր անդամներից էր եկեղեցու, շուտվա պատմություններ, այնքան հետաքրքիր, սենց կատակի տալով, ինձ է ասում է, ինչ ես եկե։ Ես էլ ասում եմ, բոհա, թե չէ քո համար եմ եկե։ Ես եկել եմ Հիսուսի համար, ես եկել եմ Հիսուսին տեսնեմ։ Ինքը քարացավ։ Մեկ հիվանդներն էլ են շատ հպարտանում, մտածում են իրանք են կենտրոնը։ Պետք չի, անգամ հիվանդություն չօգտագործես քո վրա ուշադրություն գրավելու համար։ Թող ուշադրություն գա քո նկատմամբ, բայց չօգտագործես էդի։ Դու զանազանի, ինչ որ մեկը քո համար չի տեղ։ Հիսուսի պատճառով է տեղ։ Ու դրանց հետո աղոթքին կանում արագ բժշկվում է, տեղերից դուրս է գալի։ Հլնում է կանգնում է մի հատ էլ հավեսով կոֆե ադնում խմում ենք։ Հրաշք է լինում։ Ես օրինակ չէի պատկերացնում, որ հրաշք կլինի։ Բայց որ այտենց եկավ, տիրոջ թասիբը զգացի թե, որ Տեր իր թասիբը, այն որ ասում է, գործի է դնում յուրահատուկ ձևով։ Լավ, եկեք ուշադրություն դարձնենք այս դատի ոլորտները անգամ։ Երբ որ գործ անողի ու չանողի տարբերությունն է բացվում, մենք տեսնում ենք, որ էլի մեր ներսում մենք պետքա որոշում կայացնենք։ Բոլոր այս երկու կողմերը ցույց տալու նպատակը կայանում է սրանում, որ դու սովորես զանազանել քո ներսում։ Դու որ մի բանի մեջ ես ելնելու, դու պետքա որոշես։ Էդի քո ներքնաշխարհում տեղի ունեցող բանը։ Երբեք ոչ մեկ դրսից չի կարող որոշի, թե ինքը որտեղ ալնելու։ Սա սկիզբ առնում քո ներսից։ Դու ըստե բաներ ես լսում, դու ըստե բաների հետ աշխատանք ես անում ու վերջի որոշում ես անում։ Կամ անելու ես, կամ չես անելու։ Ու վերջ։ Քեզ պետքա զանազանես, ում հետ ես դու որոշում կայացնում։ Էսի պետքա զանազանես։ Զանազանության պարգևը այսօր օգնում է, որ դու որոշես ում հետ ես։ Լսեք, հիմա մի հատ գաղտնիք ասեմ։ Երբ որ ես իմ վախերի հետ եմ համագործակցում, այդտեղից մտքեր եմ առնում, ես կարամ նաև հակառակեթամ Աստծո կամքին։ Ոնց? Որտեվ Աստված ուզենալ, որ դու ինչ-որ բանի մեջ ելնես, բայց քանի որ դու քո ներսում ծառայություն ունես, կամ վախեր ունես, կամ խնդիրներ ունես, որոնց հետ ավելի շատ ժամանակ ես անցկացնում, դու կարաս անգամ բաց թողես Աստծո կանչը։ Որտեղից ենք էլի հասկանում։ Մեկ եկավ Հիսուսին ասեց. Հիսուս, քո հետևից կգամ ինչև էր, մենակ առաջ հրաման տուր էթա մի հատ հորս թաղեմ, նոր հետո կգամ։ Ու ամենազարմանալի արտահայտություններից մեկը, որ Հիսուս ասում, թող մեռելն իրանց մեռելներին թաղեն, դու արի իմ հետևից։ Ու մենք էսի չենք հասկանում։ Ու չենք էլ հասկանա, եթե մշակույթ չհասկանանք։ Իսկ մշակույթը կայանում է սրանում։
կանի այդ հա մի հատ տեսնեմ իմ հորից ինչ ժառանգություն անձի հասնում։ Նոր հետո գամ քեզ ծառայեմ։ Հարցը թաղելու մեջ չէր։ Հարցը ինքը հետաքրքրված էր, թե իրան ինչա, ինչ կտակա սպասվում։ Հիսուսը ասում է. թող այդ բանը, արի իմ հետևից։ Ու մարդը իրան ներսում ինչի հետ համագործակցում է, դա է որոշում դու ում հետ կլինես հավիտենության մեջ։ Կլինես քո ժամանակավոր հնարավորությունների հետ, թե կլինես հավիտենական հնարավորությունների հետ։ Սա լուրջ է։ Էլի քո ներսում մարդը ուղակի բարձրաձայնեց ու մեզ թվում է թե ամեն մի բարձրաձայնված բանը էդի հենց այնա ինչ որ մարդը ասել է, փաստորեն իր ներսում հետին մտքեր կան ու հետին մտքերը Հիսուս ավելի լավ է իմանում, որտեվ ինքն այդ օրենքը տվե իրանց։ Ու ինքը տեղ վրաս հասկանում ես մարդը ինչի վրա կենտրոնացած։ Դրա համար է լինում, չէ՞, որ մարդը ինչ որ արտաքին երևույթի կպնում է, բայց իր սրտի ցավը ուրիշ բան է։ Այդտենց Մարիամը վերաբերվեց։ Ասում է Մովսես էս եթոպացի աղջկա հետ է փսակվել, դա արժան է, բայց իր սրտի ցավը ուրիշ բանն էր։ Խի մենակ Մովսեսն է օծված։ Իր սրտի ցավը հետո բացեց Աստված, շփցրեց երեսին, ասես դու անշնորհք ես քեզ պահում քո աղբոր նկատմամբ։ Պատկերացրեք վտանգավոր բանը։ Մենք ստե պետքա զանազանենք սաղ ներսից դուրս է բան ակտիվանում։ Հիսուս ասում է ոչ թե դրսից ներս, այլ ներսից դուրս է բաները ակտիվանալու։ Մենք այսպես պետքա զանազանությունը մեր ներսում սովորենք հաղթել, սիրելիներ։ Դուք ինչ որ բան ստանում եք, սա օգնում է ձեզ։ Հավատում եմ, որ Տերը շատ բան ունի դեռևս մեր մեջ ու մեր միջոցով անելու։ Ուրեմն եկեք տեսնենք, որ գործ անողները եւ չանողները Հիսուսը զանազանության հիմքը հենց ցույց է տալի մեր մեջ, որ մենք ինքնախաբեության ծուղակում չլինենք։ Ինչքան եք պատահում sense արտահայտությունների։ Բոլորս էլ հանդիպում ենք։ Խնդրեմ նվագողներից մեկը գա։ Մարդիկ sense են ասում. Շատ եմ ուզում, բայց չեմ կարա։ Դու գիտեք այս արտահայտությունը ինչա բացում ինձ համար։ Այս արտահայտություն բացում է, որ դու ուրիշի հետ ես, իմ հետ չես։ Լսում եք։ Դուք պետք է զանազանեք։ Երբ որ ասենք Աստված գա քեզ ասի, արի իրար հետ էս բան անենք։ Դու իրան պետք է կանգնես ասես, շատ եմ ուզում, բայց չեմ կարա։ Ախր մենք այդպես չենք անի իր նկատմամբ, բայց չենք մենք մեզի տես պահում։ Շատ եմ ուզում, բայց հնարավորություն չունեմ։ Հիմա հարցը ծնվում. դու ում հետ ես համագործակցում։ Քո կարողության հետ թե Աստծո հետ։ Դու նայում ես քո հնարավորությանը, որ հնարավորություն չունես, թե նայում ես Տիրոջը, որ ինքը կարող է իրավիճակ փոխի քո կյանքում։ Դու պետք է որոշում կայացնես։ Սիրելիներ, ախր ձեր ամեն մի արտահայտությունը բացում է ձեր ներսում։ Դու գիտեք ծածուկ տեղ մենք ինչի համար ենք լացել, նո՞։ Մենք լաց ենք լնում ձեր պահվածքի համար։ Ինչու՞։ Որովհետև տեսնում ենք, որ դուք ձեր ծածուկ տեղում Աստծո հետ չեք։ Թող մեկ հիմա չասի, ես Աստծո հետ եմ։ Լսի, քեզ մի պաշտպանի, բաներ վերցրա, եթե Աստծո հետ ես, ավելի խորացրա, բայց մինչ հետ ծուղակը։ Հիսուսը ուզում է, որ մարդիկ զանազանեն իրանց ներսում այդ ծուղակից ազատ ապրեն, որ իրանք իրանց ծածուկ տեղում իրականում Հիսուսի հետ լինեն, որտեղ դա է որոշելու։ Դու ուր կհասնես, ինչի մեջ կլնես, ինչ ազդեցություն կունենաս այս աշխարհում։ Դա է որոշում, սիրելիներս, դա շատ զորավոր է։ Պողոս առաքյալը Գաղատացիների 5-րդ գլխում մենք կարդում ենք հենց 14-ից մինչև 26 խոսքերում նկարագրված է մարմնի ու հոգու տարբերության մասին։ Էլի մենք տեսնում ենք երկու համակարգ։ Պողոսը ինչով էր կարողանում զանազանության մեջ ուժեղ գնալ։ Նա շատ հստակ հասկանում էր այս օրենքը։ Չկա 3 տեսակի բան, կա 2 տեսակի բան։ Ու դու այս հարցում պետքա շատ արմատական լինես քո ներսում։ Կամ մարմինը, կամ հոգիա։ Այդ ամեն ինչը որոշում է քո մտքի աշխարհը։ Դու կամ մարմնավորապես ես ապրելու, կամ հոգևորապես ես ապրելու։ Քո շունչն է որոշում։ Քո շնչում դու ում հետ կլինես, դա որոշում է։ Սիրելիներս, խնդրում եմ ձեր ուշադրությունը ստեղ լինի։ Ձեր հեռախոսների մեջ մի մտեք հիմա։
դուք մեծ վիրավորանք եք ցույց տալի հենց հիմա ձեր նմանատիպ ակտով։ Եթե ձեր հեռախոսները չեք օգտագործում հիմա նշումներ անելու համար, այլ գնում եք ուրիշ տեղեր։ Մի ցավալի բան էլ ասեմ ձեզ։ Ամոթա, որ դուք հանգստանալ չգիտեք։ Այնքան կարճած եք ձեր գործերից, որ անգամ Աստծո սուրբ ներկայության մեջ դուք ի վիճակի եք ձեր անշնորհքություններ թույլ տալ։ Գիտեք ինչ կարգի անշնորհքություն, որ դուք անգամ այդ սուրբ օրը, որ Իրան է պատկանում, վերցնեք ու սկսեք ուրիշ բաներով զբաղվել։ Ու մեկը հանկարծ հարց տա ձեզ, էլի, ով է քեզ այդ իրավունքը տվել։ Դու պետք է հասկանաս ով, դու ու ոչ մեկ ուրիշը։ Էդ էլ է զանազանության թեմա։ Դու պետք է հասկանաս, դու ես քեզ այդ իրավունքը տալիս, ոչ մեկ ուրիշը։ Ոստեղ արդեն էլի կռիվ է թվում, ով է ինձ շարժող ուժ հանդիսանում, իմ Տերը, թե ինքս իմ անձի հպարտությունով հանդերձ։ Ես պետք է զանազանեմ էսի։ Ինչա էսի կարևոր, որովհետև Պողոսը այս երկու արմատական գաղափարը առաջ բերելով Գաղատացիների 5-րդ գլխում նա ուղղություն է տալիս մեզ, որ դու պետք է զանազանես։ Մարմնի գործերը այսպես են, հոգու գործերը այսպես են։ Դու պետք է զանազանես։ Էսի քո ներսումը կատարում, սիրելես որոշի։ Մարմինը դրսի կողմնա, հոգին չերևացող կողմնա ու հոգու բաները կգան այս աշխարհում, թե մարմնի բաները ակտիվ կմնան այս աշխարհում, որոշում է քո այս ներքն աշխարհը, որ դու ու քո մտքերը ուրիշ ոչ մեկը տեղ չի կարող լինի։ Գիտեք 5 կտակարում մի հատ լուրջ բան կարդացես, վերջես սարսափը վերցեց սիրտս։ Ամեն մի ցուցադրական անհնազանդություն մահով էր ավարտվում։ Ամեն մի ցուցադրական դժգոհություն մահով էր ավարտվում։ Ամեն մի ցուցադրական հեգնանք մահով էր ավարտվում։ Ամեն մի ցուցադրական դժգոհություն մահով էր ավարտվում։ Ու ես ասում եմ, Աստված մենք այսօր ենք գտնվել շնորհքի դարաշրջանում։ Այսքան չար վերաբերմունք, որ կարելի է ասել մեզի կարանք թույլ տանք, զանազանությունը կորելա։ Սիրելիներ, զանազանություն կորելա։ Պահի սիրտդ, քո ստեղ շատ կարևոր տեղ է, դու թանկգնով գնված ես, այս սիրտդ պահի, այս տեղից է սա սկսվում, այստեղ զանազանի, խնդրում եմ, ստեղ զանազանի, դու ստե պետք է աշխատես, այս աշխատանքը ինքնահոսի մի թող, որովհետև ոչ մեկ չի կարա ընդեղ աշխատանք անի, բացի քեզանից ու Տիրոջից, դու իր հետ համագործակցելով ես այդ աշխատանքը անում։ Դրա համար Պողոս առաքյալ, երբ որ այս երկու կողմ բարձրացնում է եկեղեցու համար, նա ասես արմատական օգնություն անում զանազանության համար, որ մարդիկ հավատացյալները իրանց ներսում արմատական որոշումներ կայացնեն։ Իրանք ինչ կզարգացնեն, ինչը չեն զարգացնի։ Շատ զորավոր է։ Մարմնի գործերը կարող եք հետո կարդալ 19 խոսքից եւ հոգու գործերը 22 խոսքից։ Շատ հիասքանչ բաներ ենք մենք բացահայտում։ Գիտեք, անգամ Հակոբոսը մեզի տեղեկություն է տալիս իմաստության տեսանկյունով։ Այս էլ անձի ապշեցնում էլի զանազանության երկու կողմ, երկրավոր իշխանության իմաստության մասին եւ երկնքից եկած իմաստության մասին։ Ինչի է Հակոբոսը այսևի ուղերձ տալիս, որ բոլորիս էլ վերաբերվում է։ Ինքը ասում է, որ դու պետք է հասկանաս, եթե այս բերանից երկու տարբեր բան է դուրս գալի, պետք չի որ այդպես լինի։ Ասում ստեղից կյանք պետք է դուրս գա, ոչ թե մահ։ Ու հետո դրանից հետո ասում է վերևից եկած իմաստություն նախ եւ առաջ սենց է, իսկ երկրից եկած իմաստություն էսպիսին է։ Մենք էլի զանազանություն ենք տեսնում։ Ինչու՞, որովհետև զանազանությունը մեր ներսում մեզ օգնում է, որ մենք այն պոտենցիալը, որ մեր մեջ դրված է, արձակենք այս աշխարհի մեջ։ Այսօր ուզում եմ, որ էսի վերցնենք մեզ համար ինչպես ուղեցույց։ Զանազանելու համար մեր ծածուկ տեղ ես պետքա որոշում կայացնեմ, ինչը ինձանից պետքա դուրս գա այս աշխարհում։ Վախեր, անհույս վիճակներ, հիասթափված վիճակներ, թե այն կյանքը կենարար, որ իմ ներսում է, ինչը պետք է ինձանից դուրս գա։ Գիտեք, ինձ այնքան զարմացնում է Հակոբոսը, որ սենց նկարագրում է։ 3-րդ գլխում ինքը ասում է երկրի ու երկնքի տարբերության մասին։ Ինքը ասում է իմաստության առումով, թե վերևինը եւ թե երկրավորը ոնց են իրարից տարբերվում։ Ասես մի հատ գեղեցիկ բնութագիր է տալիս։ Դու այս ձև պետքա զանազանես։ Դու կարաս լավ քնություն անես ուրիշներին։ Սիրելիս, խնդրում եմ, փոխի ֆոկուսդ։ Մի քնություն արա ուրիշներին, սկսի քեզ քնություն անել, որովհետև կարաս սաղին քնություն անելով դու ինքդ չփոխվես,
ու ամենամեծ վնասը բերես քո ընտանիքին, քո հարազատությանը, քո շրջապատին, փոխի քեզ, փոխի քո վերաբերմունքը, ֆոկուսը փոխի, սկսի քո հետ աշխատել շատ ուժը, դու կտեսնես շատ ազդեցություն մեծանալու է, չես կարող ազդեցիկ դառնաս առանց քո ներքնաշխարհը փոխելու, Հիսուսը այդ լավ դասն է մեզի սովորացնում, բայց այստեղ եկեք տեսենք ինչ ասում, տեսեք, ասում է ով է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գործեր իմաստության հեզությունով, մենք տեսնում ենք գործեր, հետո տեսնում ենք ինչի պատճառով այդ է ակտիվանում, նայեք, լսեք, խնդրում եմ ուշադիր լսեք, Հիսուս այստեղ է, ասում է, բայց եթե դառը նախանց, հակառակությունն եք ձեր սրտերում, մի պարծենակ ես ուտ մի ասեք ճշմարտության դեմ, իմ մասին չիստ է, ասում է ճշմարտության դեմ, ով է ճշմարտությունը, ում դեմ ես դու դուս գալու, իմ դեմ չէ երբեք, քո ամեն իմ դեմ դուս գալը, դա ամենամեծ երեխայությունը կլինի, ես հասկանում եմ, որ դու երբեք իմ դեմ չես էլ կարա դուս գաս, գիտեք ինչի, որտև ես դե կարևոր չեմ, դու պետք է զանազանես, ում դեմ ես դուս գա, ճշմարտության, ու պաստե ուրեն դու Հիսուսի հետ գործ ունես, ինչ ենք ստե տեսնում, ինքը շատ հստակ ստե ուղղություն է տալիս, նայք, եթե դառը նախանց, հակառակություն եք ձեր սրտերի մեջ, մի պարծենակ, ես ուտ մի ասեք ճշմարտության դեմ, այս իմաստությունը վերևից իջած չի, երկրավորա, շնչավորա, դիվականա, որտև ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բաներ կա։ Հիմա ես ու դու պետք է զանազանենք։ Միանշանակ։ Այս խոսքը տալիս է, որ ես իմ ներսում որոշում կայացնեմ, զանազանեմ, որ իմանամ ինչը ակտիվացնեմ, ինչը չակտիվացնեմ։ Եթե ես առաջնորդված եմ երևացող բաներով կամ այս մարդկային բաներով, նշանակում է ես ակտիվանալու ինձանից։ Հələ անկեղծ, բռնցրել ես քեզ ինչ որտեղ որ դե նախանձել ես։ Բռնցրել ես քեզ, որ դու ինչ որ մեկին նախանձել ես։ Բռնցրել ես քեզ, որ դու դառնացել ես, ինչ որ մեկից վիրավորված ես եղել։ Ու գիտեք, դառնությունը այն ժամանակ է սկսում ակտիվանալ, երբ որ վիրավորանքի հարցերը Աստծո ճշմարտության համաձայն չես լուծում։ Բռնցրել ես քեզ, որ դու պատճառ ես դարձել, որ ինչ որ մեկի հետ կոնֆլիկտ ունենաս։ Հենց դու ինքդ քեզ համար վերցրա։ Ես հիմա չեմ ասում, որ ուրիշի մոմենտով, ես ուզում եմ, որ դու քեզ տեսնես։ Եթե այս բաները մենք տեսնում ենք, ինչ ենք անում, մենք այդ հարցերը ուզում ենք լուծենք, որովհետև դա երկրավոր է, դա շնչավոր է, դա դիվական է, դա Աստծո իմաստության հետ կապ չունի։ Ես իմ տեսանկյունից, այսինքն իմ կողմից եմ ուզում, որ ամեն մեկը ձեր կողմից մոտեցեք հարցին, մի մոտեցեք դրսի կողմից։ Դուք պետք է զանազանեք ձեր կողմը, զանազանության պարգևը համար առաջին ձեր համար է։ Եթե զանազանության պարգևը ձեզ համար պիտանի է լավ, հաստատ ուրիշի համար էլ պիտանի կլինի։ Սա շատ կարևոր է։ Ու եկեք տեսնենք, ասում եմ, բայց վերևից իմաստությունը նախ եւ առաջ, բանալի բառը, նախ եւ առաջ սուրբը։ Հետո ասում է խաղաղարարը, հեզա, հլույա, ողորմություն, բարի պտուղներով լիք անկողմնասեր, անկեղծ։ Եվ արդարության պտուղ խաղությունով է սերնում, նրանց համար, որ խաղաղություն են անում։ Ու մենք տեսնում ենք տարբերություն։ Ես հիմա տեսնում եմ այս տարբերությունը իմ ներսում, զանազանում եմ արդեն, որտեղ այս երկու կողմը, նայեք, այս մի կողմը, այս մի կողմը, մեզի օգնում է, որ մենք զանազանենք, որ մեկի կողմը կանգնենք։ Հարցը ինչի թե դու ինչի մեջ ես հայտնվել։ Հարցը նրա մեջ է, թե դու ինչ որոշում ես կայացնելու այդ ամեն ինչի մեջ։ Դրա համար ստե ուզում եմ, որ սիրելի եկեղեցի, մենք ընկալենք այս բանը, որ զանազանությունը եկել է մեզի օգնի, որ մենք որոշենք ում կողմն ենք կանգնում։ Սա մեզի օգնում է, որ մենք արմատական մարդիկ դառնանք։ Մեր որոշումների ընտրությունների մեջ, մեր սիրո ու մեր նվիրվածության մեջ, մեր հավատարմության ու մեր պտղաբերության մեջ, մեր պատկանելության ու մեր առաքելության մեջ։ Սա օգնում է, որ մենք արմատական մարդիկ դառնանք։ Այդ ինչի համար ես ուզեցա այս թեման այսօր շատ ուժեղ խոսեմ ձեր հետ։ Հիսուս այստեղ է։ Ու Հիսուսը իրական շատ նախանձոտ մեկն է։ Նա չի փոխում քեզ ոչ մեկի հետ։ Եթե ինքը ասել է ես քեզ սիրում եմ, ուրեմն հավատացեք, որ ինքը չի փոխում քեզ ոչ մեկի հետ։ Գիտեք, երբ որ ասում եմ ինքը քեզ սիրում է մինչև վերջ, այդպես էլ սիրում է քո կողքինին։ Այդպես էլ սիրում է ամեն իրան սիրողին ու հավատացողին։ Այս ինչա տալիս ինձ ու քեզ, որ այս հարցում մենք չենք կարող մրցակցենք։
չեն կարող մրցակցենք։ Դու չես կարող ասես ինձ ավելի շատ է սիրում, քան տեն մյուսին։ Դու չես կարող մրցակցես, որովհետև սա նույնպես զանազանության հարց է։ Ինչու՞։ Որովհետև ինքը իր արյունը բոլորիս համար է թափել։ Ինքը մեզ սիրել է հավիտենական սիրով։ Դրա համար անիմաստ է դառնում, որ ես մրցակցեմ հանկարծ ասենք մեկ ուրիշի հետ, որ չէ, ինձ ավելի շատ է սիրում, քան թե։ Էսի կոչվում է մարմնավոր մոտեցում։ Ես երկնքի հետ չեմ համագործակցում այդ դեպքում։ Այդ դեպքում գիտեք ինչ եմ անելու, եթե այդ ձև մտածեմ, ես կսեմ նեղանալ։ Այդ տեսեն մեկին ավելի շատ են տեղ տալի, բայց մենք ինչա, քասի մարդիկ ենք, մեզի ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, ու կռիվ տանք սաղի հետ։ Խնդրում եմ, դու Հիսուսի սիրո հետ աշխատի, չէ որ ինքը ամենակարևորն է ու քեզ ընտրել է։ Սրանից դուրս մի արի, երբ որ դու սրանից դուրս ես գալի, դու երկնքի հետ չես համագործակցում։ Քեզ պետք է զանազանես Հիսուսը ու իր մտքերը։ Ինչ լավ վերնագիր էր։ Կարելի է քարոզին այդ վերնագիր դնել, թեկուզ ես զանազանության մասին խոսացի, բայց դուրս եկավ այդ արտահայտությունը Հիսուսը ու իր մտքերը։ Սիրելիներս, այս երկու հստակությունները զանազանության հիմքն է։ Երբ որ այս երկու հստակությունը իմ ու քո ներսում սկսում է բարձրանալ, դու շատ ակտիվ զանազանության պարգևի մեջ ես գործելու։ Զանազանության պարգևը ինքը սկիզբ առնում ստեղից եւ դուրս է գալիս այս բովանդակ աշխարհը։ Այդ ինչի համար դու կարաս անգամ աշխարհում զանազանես, որ կան մարդիկ, որ հələ ասում չեն էլ ճանաչում, բայց չես հասկանում ինչի, ուզում են բարիք անեն։ Ու ասում ես աշխարհի մարդիկ ավելի լավ են հասկանում, ով քեզ խաբեց։ Դու պետք է զանազանես, այդ մարդը որոշումը կայացրի, այդ բարության մեջ ապրի։ Թեկուզ եւ հələ չի ճանաչում Հիսուսին։ Նա որոշել է այդ արժեքով ապրի, որովհետեւ այդ իր ծնողն է իրան միգուցե փոխանցել։ Ասեք ձեզանց որ մեկի տատիկը չի սովորացրել իրան, որ առաջին հացը որ թոների մեջ թխում ես տար հարևանին տուր։ Սաղ հանդիպել եք այդ բանը, ճիշտ է։ Ու հարց չի ծնվում, բայց ձեզ մոտ այդ բարությունը այդ որտեղից եկավ։ Դու ձեր տատիկները շատ լավ դեր են խաղացել։ Ձեր մայրերը շատ լավ դեր են խաղացել։ Ձեր հայրերը լավ օգնություն են եղել։ Տղես չգողանաս։ Եթե կարաս դու ձեռ բերես, ինչի գողանաս։ Որ մի հեր իր երեխուն սովորացել է գնա քծի կողոպտի սաղին։ Որ մի հեր իր տղուն տես բանա սովորացրել։ Եթե դες բան սովորացել է, դու կարաս ծածուկ տեղը ասուս ներողություն խնդրես քո հոր արածի համար, որ դրա ձեռքը կրակնես ընկե հիմա։ Բայց ես չեմ մտածում, որ անգամ ամենաչար հերը տես բան չի սովորացրել իր երեխուն, որտեվ խոսքն է ասում, չար լինելով դուք բարի խրատներ կտաք, մենք զանազանում ենք ստեղ, սիրելներ, զանազանում ենք ստեղ, եկեք բարձրանանք։ Ինչ հիասքանչ է Տերը ստեղ, սիրելներս, ոնց եմ ես սիրում իր այս իրականությունը։ Հավատում եմ, որ դու այսօր վերցեցիր ինչ-որ բան քեզ համար։ Եկեք մենք խնդրենք անկեղծ Հիսուսին իր օգնություն այս ամեն ինչի մեջ։ Խնդրում եմ, եկեք բարձրացնենք մեր ձեռքերը Հիսուսին։ Հիսուս այստեղ է։ Եկեք փառաբանողներ, եկեք։ Անկեղծ խնդրի այս օգնությունը։ Հիսուս անցավ իր այդ ծածուկ այդ ոլորտը ու հաղթեց։ Ես ու դու ենք հաճախակի մեր ծածուկ տեղերում որոշումների առաջ կանգնում։ Սիրելիներ, եկեք սովորենք Հիսուսից։ Հիսուսը այնքան լավ թանկ դասեր է տալիս մեզ, որ ինքը մեր զանազանության օրինակն է, ինքը գաղտնիք է բացում, ինչպես մենք զանազանենք։ Բարձրացնենք, փակենք մեր աչքերը, լինենք Հիսուսի հետ։ Անկեղծ խնդրի այդ բանը։ Գիտես, ինքան ես ու դու դրա կարիքը ունենք, որ մենք մեր ծածուկ տեղերում սովորենք հաղթել այդ ամեն ոտնձգությունները, որովհետև այդտեղից կախված է թե մեր դրսի վարքն ու բարքը ինչպիսին է լինելու։ Սուրբ Աստված, շնորհակալություն ենք հայտնում քեզ քո ներկայության համար այս վայրում։ Հիսուս, խնդրում եմ, եթե այս ամեն ինչը իրականում քո սրտից եկած բաներ են, խնդրում եմ, որ օգնությունդ ակնհայտ ամեն մեկի հետ աշխատի, որ հրաշքներդ ու նշաններդ ամեն մեկի հետ աշխատեն, որ դու հաստատես այս խոսքերը յուրաքանչյուրի ներսում, որ քո ամեն զավակները, որ քո անունով կանչված են, իրանք բարձրանան հենց այդ իրականության մեջ։ Դու ասում ես, որ ծածուկ տեղն ես, ու ովքեր ծածուկ տեղ քո հետ գործ են բռնում, նրանց հայտնապես վարձատույց ես լինում։
Օգնի մեզանց յուրաքանչյուրս, որ մեր ծածուկ տեղերում մեր հոգսերի ու խնդիրների հետ չլնենք, այլ քո հետ լնենք։ Մեր ծածուկ տեղերում մենք իրականում որոշումներ կայացնենք, ում հետ ենք լինելու։ Որտեղ ոչ մեկ այդ ծածուկ տեղը ներկա չի բացի քեզանից եւ մեկ ուրիշից, որ ժամանակ առ ժամանակ ոտնձգություն անում։ Հիսուս, ինչպես դու հաղթեցիր այդ անապատի փորձության մեջ ու հրեշտակներ եկան քեզ ծառայեցին, ես խնդրում եմ, թող ամեն մեկի որոշման ու այդ աշխատանքի մեջ հրեշտակների ակտիվությունը գա, երբ որ նրանք հաղթում են իրանց որոշումներով, իրանց ընտրություններով, իրանց իրական քո կողքը կանգնելու այդ վճռականությունով եւ այդ արմատական վերաբերմունքով։ Օգնի մեզանց յուրաքանչյուրիս, որ մենք այս օրինակիդ հետևենք։ Դու լավ օրինակ ես թողել, հրաշալի օրինակ ես թողել Հիսուս։ Օգնի, որ մենք այս զանազանության, այս ճոխությունից, որ դու բացում ես այս խոսքերի մեջ, որ մենք տարբեր տեղեր չընկնենք, այլ շատ հստակ, դու այնքան հեշտ, այնքան հստակ օգնություն ես բացում երկու կողմերի մասին խոսալով, որ մենք որոշում կայացնենք, որ մենք իրականում կարողանանք զանազանենք։ Դու անգամ ասում ես անեծքն ու օրհնությունը դնում եմ քո առաջ հին կտակարանում, կյանքն ու մահը դնում եմ քո առաջ, բայց դու ընտրի, որ կողմ կանգնես։ Դու տալիս ես այդ ընտրությունը մարդկանց ներքնաշխարհում, ու ով ինչ հաղթանակ ակտիվացնում է իր ներսում, ինչ որոշում ու ընտրություն կայացնում է իր ծածուկ տեղը, դա էլ շատ շուտով երևացող է դառնում։ Օգնի մեզ, որ մենք էսի զանազանենք։ Օգնի, որ մենք մեր ներսում ոչ թե մեր մտքերի հետ խորհրդի նստենք, մեր մարմնի հետ խորհրդի նստենք, այլ քո հետ խորհրդի նստենք, որտեղ դու կյանք ես եւ կյանք ակտիվացնող ես։ Օրհնում եմ յուրաքանչյուրի որոշումը։ Ազատագրում եմ, որ ամեն մեկ իր ներսում ճիշտ որոշում կայացնի, քո հետ լինելու որոշում կայացնի, քո հետ քայլելու որոշում կայացնի եւ քո հետ դրսևորվելու որոշում կայացնի։ Ազատագրում եմ այս օգնությունը յուրաքանչյուրի համար Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալություն ենք հայտնում Հիսուս, որ դու ոչ միայն այս ամեն ինչը ցույց ես տալու, նաեւ քո Սուրբ Հոգին ուղարկել ես մեր մեջ, որ մենք այս հարցում անգամ առանց օգնության չմնանք։ Քո Հոգին օգնում է մեզ, վկայելով մեր սրտի մեջ, որ մենք Աստծո որդիներ ենք, որ կարողանանք այդ վկայությամբ գործենք, այս ամենը լսելով, այս ամեն ինչի հետ հանդիպում ունենալով, մենք եւ մեր մտքերի մեջ օգնի, որ մենք հաղթողներ լինենք եւ քո հաղթանակով դրսևորվենք եւ շատ-շատերի համար ճանապարհ բացենք, օգնություն բացենք, ուղղություն բացենք, ու դա դու ես Հիսուս, դա դու ես Հիսուս։ Հալելույա։ Փառք Աստծուն, ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչա, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրաձայնես,
Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ոստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ուստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետեւյալ հաշվեհամարին։ Աստված օրհնի քեզ։